Այսօր սոցիալական ցանցերը ոչ միայն տեղեկատվական եւ շփման հարթակ են, այլ նաեւ հանցագործությունների նոր դաշտ, ֆինանսական խարդախություններ, կեղծ ներդրումներ, հայտնի մարդկանց անունների եւ դեմքերի շահարկում։ Մեծ տարածում ստացած կիբերհանցագործությունների թեմայով այսօր կզրուցենք ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, եկեք խոսենք ընդհանուր թվերի մասին։ Նախ ուզում եմ հասկանալ վիճակագրությունը ինչ է ցույց տալիս վերջին 5 տարում կիբերհանցագործությունների մասով աճի, թե նվազմամիտում կա։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ ցանկանում եմ նշել, որ կիբերհանցագործություն ասվածը իրապահ մարմինները դիտարկում են համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ համակարգչային հափշտակությունները եւ այն էլեկտրոնային խարդախությունները, որի կատարման ժամանակ օգտագործվում է համակարգչային տեխնիկա։ Դիտարկելով վերջին 5 տարիների վիճակագրությունը նկատվում է համակարգչային հանցագործությունների աճ, որպես օրինակ բերեմ, եթե 2020 թվականին արձանագրվել է կիբերհանցագործության 617 դեպք, ապա 2025 թվականի այս 11 ամիսների ընթացքում արդեն ունենք արձանագրված 1500-ից ավել կիբերհանցագործության դեպքեր, այսինքն 5 տարիների ընթացքում կիբերհանցագործությունների կրկնակի աճ է նկատվում։ Աճը հիմնականում ինչով է պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, թե կիբերհանցագործները սկսել են կատարելագործել իրենց գործիքակազմը։ Երևի սա այն եզակի հանցատեսակներից է, որը որ պայմանավորված է, աճը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես COVID-ի համավարակի ընթացքում շատ աշխատանքներ տեղափոխվեցին on-line հարթակ, զարգացում ապրեցին օրինակ on-line կրթության ձևերը, մեծ զարգացում ապրեցին on-line խանութները եւ քաղաքացիները շարունակում են առ այսօր օգտվել այդպիսի հարթակներից, բնականաբար նմանատիպ հարթակների տարածումը չի վրիպում նաեւ հանցագործների տեսադաշտից եւ վերջիներս փորձում են իրենց հանցավոր գործունեությունը ծավալել նմանատիպ on-line հարթակներում, ինչն հանգեցնում է նրան, որ կիբերհանցագործությունները տարեստարի աճում են, բացի այդ մենք մեր առօրյայում բավականին շատ ենք օգտագործում տարատեսակ սոցիալական կայքեր, գումարը հիմնականում վճարումները իրականացնում ենք on-line եղանակով, այսինքն այս բոլոր գործոնները ուղիղ կերպով նպաստում են նաև հանցագործությունների թվի աճին։ Որն է եղել Հայաստանի պատմության ամենամեծ կիբերհարձակման դեպքը։ Կիբերհարձակում ասելով, եկեք դիտարկենք երկու օրինակ, երբ թիրախավորվում է քաղաքացու ֆինանսական միջոցները եւ թիրախավորվում են համակարգչային համակարգերը, եթե այս երկու ուղղություններով դիտարկենք, ապա ունեցել ենք դեպք, երբ քաղաքացուց կամ կազմակերպությունից տվյալ դեպքում հափշտակել են $1 միլիոն ավել գումար, իսկ երկրորդի պարագայում պատերազմի շրջանում եւ COVID-յան ժամանակաշրջանում մեծ թիվ էին կազմում մեր հայկական սեգմենտում գտնվող վեբ կայքերի նկատմամբ իրականացվող հարձակումները զանգվածային։ Ինչ կոնկրետ քայլեր է այսօր իրականացնում ոստիկանությունը, որպեսզի արդյունավետությունը բարձրացնի կիբերհանցագործությունների բացահայտման առումով։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու ամենահիմնական պայմանը կայանում է նրանում, որ իրապահ մարմինը պետք է ունենա համապատասխան ստորաբաժանում, որը ունակ կլինի լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Այդ նպատակով 2024 թվականին ձևավորված քրեական ոստիկանության կազմում ընդլայնվեց արդեն իսկ գոյություն ունեցող կիբերհանցագործություններով մասնագիտացված ստորաբաժանումը, ներկայումս այն գործում է վարչության ձևաչափով եւ այդ վարչության կազմում տարանջատվեցին այն ուղղությունները, որին պետք է հիմնականում իրապահ մարմինները ուշադրություն դարձնեն, այսինքն ըստ հանցատեսակների սեգմենտավորում կատարեցին, ինչը հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին կոնկրետ հանցատեսակներով էլ ավելի պրոֆեսիոնալ դառնա եւ այդ ուղղությամբ մենք հավաքագրեցինք նոր աշխատակիցներին եւ պարբերաբար թե եվրոպական մեր գործընկերների հետ եւ թե տեղի ռեսուրսներով փորձում ենք դասընթացներ կազմակերպել նրանց մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով։ Երկրորդ կարևոր պայմանը բացահայտման համար դա միջազգային համագործակցությունն է, քանի որ կիբերհանցագործությունները իրենց բնույթով կրում են անդրազգային բնույթ եւ առանց միջազգային համագործակցության հնարավոր չէ բացահայտել անդրազգային հանցագործությունները։ Այդ նպատակով մենք, այսինքն ակտիվ համագործակցություն ենք ծավալել թե հայտնի սոցիալական կայքերի, թե կրիպտոհարթակների եւ թե միջազգային գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս շատ հանցատեսակների դեպքերում արագ արձագանքել, տեղեկատվություն փոխանակել, որը հետագայում քրեական վարույթների ընթացքում օգտագործվում է որպես ապացույց, իսկ այդ ապացույցն էլ դառնում է հիմք հանցագործությունը բացահայտելու համար։
Սակայն մենք մինչև օրս խոսում ենք այս հանցատեսակի լատենտայնության, այսինքն թաքնված լինելու մասին, երբ քաղաքացիներն անգամ մեծ ֆինանսական կորուստներ կրելու պարագայում չեն դիմում իրավապահներին։ Ինչով է սա պայմանավորված, որոշակի անվստահություն է, թե դուք ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, ընդհանրապես ցանկացած հանցագործության, այդ թվում նաև կիբերհանցագործությունների լատենտայնությունը պայմանավորված է մի շարք գործոններով, սխալ է պնդել այն տեսակետը, որ քաղաքացիները չեն դիմում իրավապահ մարմիններին միայն այն պատճառով, որ չեն վստահում իրավապահ մարմիններին։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները բավականին ուշ են դիմել հանցագործության զոհ դառնալուց հետո եւ վերջիններս այդ զրույցում նրանք նշել են, որ չեն ցանկացել, որպեսզի իրենց մտերիմները կամ իրենց ընկերները իրենց անզգուշության մասին տեղյակ լինեն, այսինքն մտածել են, թե դառնալով հանցագործության զոհ իրենց մեղքով է տեղի ունեցել, բայց ցանկանում եմ նշել, որ ցանկացած պարագայում, երբ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ, տեղում պետք է դիմեն իրավապահ մարմիններին, քանի որ ժամանակին դիմելը ունի կարևոր նշանակություն։ Շատ ենք ունեցել դեպքեր, երբ անցել է 1 տարի, քաղաքացին որոշել է նոր դիմել իրավապահ մարմիններին եւ այդ 1 տարվա ընթացքում արդեն անհետացած են եղել բազմաթիվ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ, ինչը հանգեցրել է նրան, որ իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունեցել արդյունավետ քննություն իրականացնել եւ բացահայտել հանցագործությունը եւ ցավոք սրտի քաղաքացիների մեջ շրջանառվում է այն պնդումը, որ եթե կրել են ֆինանսական վնասներ, ապա այդ ֆինանսական վնասները չեն վերականգնվի, եթե այո, նրանք չդիմեն իրավապահ մարմիններին, ապա հնարավոր չէ վերականգնել այդ ֆինանսական վնասները, բայց երբ որ քաղաքացին դառնում է հանցագործության զոհ եւ դիմում է իրավապահ մարմիններին եւ այդ հանցագործության դեպքով իրականացվում է աշխատանք, հավանականությունը մեծանում է, որ ստեղծվի այնպիսի պայմաններ, որ քաղաքացին հնարավորություն կունենա վերադարձնել իր կորցրած ֆինանսական միջոցները։ Այս ընթացքում եղել են նման դեպքեր, երբ քաղաքացին դիմել է, հետագայում բացահայտվել է հանցագործությունը եւ նրա ֆինանսական միջոցները վերադարձվել։ Վերջերս արձանագրված մեկ օրինակ բերեմ, քաղաքացիներից մեկը, հասկանալով, որ դարձել է հանցագործության զոհ, դիմեց մեր ստորաբաժանում եւ նույն պահին մենք հնարավորություն ունեցանք այն ընկերության միջոցով, որի միջոցով փորձ էր արվել հափշտակվել գումարը, այդ ընկերության հետ համագործակցության միջոցով կասեցնել այդ գործարքը եւ քաղաքացին հետագայում արդեն այդ գումարը բնականաբար չկորցրեց եւ վերադարձրեց։ Որքան գումարի մասին է խոսքը։ $7,000 Իսկ ինչ տեսակի հանցագործություններ սա։ Երբ քաղաքացուն զանգահարում են կենտրոնական բանկի, այլուժային կառույցի անունից ներկայանում են, վերջերս հորդորում են իր բանկային միջոցները տեղափոխի դեպի կրիպտոակտիվների, իբր թե նրա ֆինանսական միջոցներում իրավապահ մարմինները նկատել են ահաբեկչության ֆինանսավորման հետքեր եւ որպիսի իբր թե իրավապահ մարմինները չսառեցնեն այդ գումարները, նրանց հորդորում են ուղարկել կրիպտոակտիվներով բացված հաշիվների եւ այսպես մոլորեցնելով մեր քաղաքացիներին հափշտակում է ֆինանսական միջոցները։ Ձեր արձանագրած դեպքերից այս տարի ո՞րն է եղել ամենամեծ ու ամենատարածված կիբերհանցագործության դեպքը։ Մի քանի տեսակ հանցագործություններ կան, որոնք որ մեր հասարակության շրջանում տարածում են գտել, ամենագլխավորներից երևի ներդրումային խարդախություններն են, երբ մեր քաղաքացիները փորձում են հեշտ եղանակով կամ այսպես ասած ոչինչ չանելով մեծ եկամուտներ ունենալ եւ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին $10,000, $20,000 կամ էլ գումար է ներդրած լինում այդ կեղծ արտակների միջոցով եւ վերջնարդյունքում կորցնում է ողջ դրամական միջոցները, ունենք դեպքեր, երբ խարդախները նույն իմ կողմից քիչ առաջ մատնանշված եղանակով, այսինքն տարբեր ուժային կառույցի անունից ներկայանալով եւ ֆինանսական հաստատությունների անունից ներկայանալով մեր քաղաքացուց հափշտակել է $400,000 գերազանցող գումար։ Սա ամենամեծ դեպքն է եղել։ Այս տարի արձանագրված է ամենամեծ դեպքը։ Ներդրումային խարդախության։ Խոսքը ներդրումային խարդախության մասին չէ, խոսքը երբ զանգահարում են քաղաքացուն, ներկայանում են որևէ ֆինանսական հաստատության աշխատակից եւ ուժային կառույցի ներկայացուցիչ, ընդ որում վերջիններիս հետ հիմնականում հաղորդակցվում են ռուսերեն լեզվով եւ վերջիններիս հորդորում են բանկերում ունեցած ավանդները եւ դրամական միջոցները տեղափոխել կրիպտոակտիվների դաշտ հետագա խնդիրներից իբրև թե խուսափելու համար, այնուհետև այդ գործողությունն իրականացնելուց հետո նրանք հափշտակում են այդ ֆինանսական միջոցները։
Իսկ այս տարի ներդրումային խաբեությունների մասով կոնկրետ ինչ մեխանիզմներով են գործել հանցագործները։ Տեսեք, ներդրումային հարթակները հիմնականում գովազդվում են մեր սոցիալական ցանցերում, հիմնականում Facebook-ում, Instagram-ում, ունեցել ենք դեպքեր, երբ այդ նույն ներդրումային հարթակները գովազդվել են Telegram-յան հարթակում, եւ այդ ներդրումային հարթակներում քաղաքացիներից պահանջվում է ընդամենը իրենց հեռախոսահամարը մուտքագրել, հեռախոսահամարը մուտքագրելուց հետո իրենց հեռախոսահամարը վաճառվում է ներդրումային խարդախություններով մասնագիտացված հանցավոր խմբերի, որոնք որ կապ են հաստատում այն քաղաքացիներին, ովքեր իրենց հեռախոսահամարը գրանցել են այդպիսի հարթակներում եւ դրանից հետո սկսում է մի գործընթաց, որում փորձում են հորդորել մեր քաղաքացուն գումար ներդնել տարատեսակ հարթակներում իբրև թե գերժահույթ ստանալու համար եւ այն քաղաքացիները, ովքեր որ գումար են ներդնում, արդեն իսկ դառնում են հանցագործության զոհ։ Դրանից հետո հաջորդում է երկրորդ этаպը, երբ քաղաքացին փորձում է կանխիկացնել իր ֆինանսական միջոցները, կատարում է գումարային փոխանցում, հանցագործների կողմից կեղծ ստեղծված հարթակների միջոցով ցույց է տրվում, թե իբրև գումարը փոխանցվել է պայմանական եվրոպական որևէ բանկ, այնուհետև քաղաքացու հետ կապ են հաստատում կրկին հանցագործները եւ ներկայանում են բանկի աշխատակից, առաջարկում են հավելյալ վճարումներ կատարել, որպեսզի հնարավոր լինի այդ ֆինանսական միջոցները ստանալ։ Ցավոք սրտի այս երկու փուլով չի ավարտվում, կա նաև երրորդ փուլը, երբ քաղաքացին հուսալքված, կորցրած ամբողջ ֆինանսական միջոցները հասկանում է, որ դարձել է հանցագործության զոհ եւ տարատեսակ հարթակներում փորձում է գտնել անձանց, ովքեր կարող են իրավաբանական խորհրդատվություն տալ վերջինիս այդ կորցրած ֆինանսական միջոցները վերականգնելու համար եւ այստեղ հանցագործներն ունենում են նաև երրորդ խումբը եւ վերջինս խափում են, ներկայանում են, թե իբրև նրանք իրավաբանական ծառայություն են մատուցում եւ կօգնեն տվյալ քաղաքացուն իր ֆինանսական միջոցները յետ վերադարձնել, սակայն կրկին հավելյալ վճարներ են վերջինիսս պահանջում եւ ցավոք սրտի ունեցել ենք դեպքեր, երբ մեր քաղաքացիները ուղարկել են այդ դրամական միջոցները եւ կրկին էլ ավելի մեծ ֆինանսական վնաս են կրել։ Վերջին շրջանում խարդախները նաև արհեստական բանականությանն են, այսպես ասած, զարկ տվել ու կիրառում են այն, նմանակում են տարբեր հայտնի անձանց, օգտագործում են նրանց ձայնը, դեմքերը եւ այլն, պատրաստում են գովազդային հոլովակներ ու դրանց միջոցով դա դառնում է պատճառ, որպեսզի մարդիկ կրեն ֆինանսական վնասներ։ Նման մոտ քանի դեպքի այս տարի գրանցվել ու ինչ է արվում դրանց բացահայտման ուղղությամբ։ Կոնկրետ երբ խոսքը վերաբերվում է ֆինանսական հափշտակությունների մասին արհեստական բանականությամբ կիրառված, երկու դեպք կա արձանագրված, որում հստակ եղել է արհեստական բանականություն եւ իրավապահ մարմինները այդ ուղղությամբ ցանկացած հանցագործության ուղղությամբ իրենց հնարավորությունների սահմաններում, թե օգտագործելով միջազգային համագործակցության լծակները, թե տեղական լծակները օրենքով վերապահված, միշտ կարելի ձեռնարկում են հանցագործների բացահայտման մասով։ Այստեղ մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ պայմանավորված նրանով, որ կիբերհանցագործությունները կրում են անդրազգային բնույթ եւ շատ են դեպքերը, որ մեր քաղաքացիներին հիմնականում թիրախավորում են օտարերկրապետություններից, ապա այս հանցագործությունների բացահայտման գործում շատ կարևոր է նաև օտարերկրյա տվյալ պետության իրավապահ մարմինների կողմից կատարված աշխատանքները։ Այսինքն մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ կարճ ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել նույնացնել հանցագործություն կատարած անձին կամ այնպիսի տվյալներ նույնացնել, որը հնարավորություն կտա հետագայում պարզել, թե ով է այդ տվյալների ետևում կանգնած, սակայն միջազգային համագործակցությունը ժամանակատար է եւ հենց միջազգային գործընկերների կողմից արձագանքը եղել է բավականին ուշացած եւ այս է պատճառը, որ մեր քաղաքացիների թվում է, թե աշխատանքներ չեն իրականացվում, սակայն իրականում ահռելի աշխատանքներ իրականացվում ոստիկանության կողմից։ Հաճախ նշվում է, սակայն որ մի փոքր այդ աշխատանքներն ուշացած են, ինչպես կմեկնաբանեք սա։ Հենց դրա մասին է ցանկանում նշել, որ դա ուշացած չէ, դա միջազգային համագործակցություն է եւ միջազգային համագործակցությունը ժամանակատար է, երբեմն կարող է 1 ամիս պահանջվել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պայմանական որոշակի ռեսուրսներ արգելափակել կամ հանցագործի վերաբերյալ որոշակի տվյալներ ստանանք։ Դա է հիմնական պատճառը, որ կարող է 1 ամիս տևել կամ 3 ամիս տևել գործընթացը, եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ֆիզիկապես գործող որևէ էլեկտրոնային հարթակի մասին, այսինքն .am դոմենային տիրույթի մասին, ապա այստեղ մենք որևէ խնդիր չունենք եւ ժամանակին շատ արագ կարողանում
ենք արձագանքել համապատասխան կանխարգելիչ քայլեր կատարելու համար, բայց երբ խոսքը վերաբերվում է այնպիսի դոմենային անվանումների կամ այնպիսի հոսթինգային ծառայությունների մասին, որոնք որ ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում, այստեղ մենք ունենում ենք որոշակի խնդիրներ, այսպես ասած, եւ այդ խնդիրները լուծվում են ժամանակի ընթացքում, այն է միջազգային համագործակցություն։ Որ տարիքային խմբերն են, կա ինչ-որ տարիքային բաշխվածություն, որ այդ անձինք դառնում են կիբերհանցագործությունների զոհ։ Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը ցույց է տալիս, որ պայմանական ֆինանսական հափշտակությունների զոհ կարող են դառնալ ցանկացած տարիքի անձ, այսինքն վճարունակ անձ։ Այստեղ բնականաբար ավելի երիտասարդ մարդկանց մոտ համեմատաբար մեդիագրագիտությունն է բարձր, վերջիններս որոշակիորեն պահպանում են կիբերհիգիենայի կանոններ, այսինքն դա նպաստում է նրան, որ վերջիններս որոշակիորեն պաշտպանվում են կիբերհանցագործության զոհ դառնալուց, իսկ ավելի տարեց անձինք համարվում են ավելի խոցելի, քանի որ վերջիններս տարական պայմանական պաշտպանվածության միջոցներին չեն տիրապետում եւ երբեմն հանցագործները կարողանում են վերջիններիցս զգայուն տվյալներ կորզել եւ հետագայում հափշտակություն կատարել։ Պարզ օրինակ բերեմ, օրինակ շատ քաղաքացիներ ցավոք սրտի չգիտեն, որ SMS հաղորդագրության միջոցով եկած բանկային կոդը պետք է օտար անձանց չտրամադրեն եւ այդ բանկային կոդի տրամադրումը կարող է հանգեցնել նրան, որ հանցագործը կարող է հասանելիություն ստանալ վերջինիս on-line banking հավելվածին եւ հասանելիություն ստանալուց հետո կարողանա նոր վարկեր ձևակերպել կամ հափշտակել արդեն իսկ գոյություն ունեցող ֆինանսական միջոցները։ Երիտասարդները ավելի իրազեկված են այդ առումով եւ ավելի շատ տեղեկացված են, որ նմանատիպ տվյալները չպետք է փոխանցել օրինակ օտար անձանց։ Նույն բանկային քարտերի օգտագործումը բազմաթիվ անգամ ես խանութներում հանդիպել եմ, երբ տարեց մարդիկ բանկային քարտը տրամադրել են վաճառողին, ասել են վճարումը դուք կատարեք, սա եւս մեկ ազդակ է, որ նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտություն կա, քանի որ եթե նշված վայրում լինի հանցագործ, ապա նա կարող է հանգիստ վերցնել այդ տվյալները, բանկային քարտի տվյալները եւ դրանով իսկ գործարք կատարել։ Մեր բազմաթիվ շփումների ընթացքում հենց տարեցներից այս միտքն են լսում, որ բանկային քարտը ունենալով PIN-ը չունեն, ինչ պիտի անեն, այսինքն վերջիններս բավականաչափ տեղեկացված չեն, որ բանկային քարտը ֆիզիկապես կամ նկարի տեսքով ունենալը կարող է հնարավորություն տալ հանցագործին հափշտակություն կատարելու համար, այսինքն տվյալ դեպքում բանկային PIN կոդը ընդհանրապես հանցագործին պետք չի լինի։ Ինչպես անձը կարող է հասկանալ, որ իրեն փոխանցված, իրեն ուղարկված ֆայլը վիրուս է։ Մեկ խորհուրդ կարող եմ տալ այս ուղղությամբ, նախ երբ որ էլեկտրոնային փոստի միջոցով անձը ստանում է որոշակի նամակ, այսպես ասած, եւ այդ նամակի մեջ կամ հաղորդագրության մեջ, ինչպես կուզենաք նշեք, արկա է որոշակի ֆայլ, ապա անհրաժեշտ է նախ առաջինը ստուգել, թե ով է ուղարկողը, այսինքն հասկանալ, թե այդ նամակը վերջինիս է հասցեագրված, թե ոչ։ Երկրորդը ոչ մի դեպքում անծանոթ հաղորդագրություններում կցված ֆայլերը խորհուրդ կտամ քաղաքացիներին չբացել, եթե պայմանական վերջիններս նմանատիպ տվյալներ չեն փորձել ձեռք բերել, այսինքն պայմանական անձը ուզում է բանկից ստանալ իր քաղվածքը։ Եթե բանկը ուղարկվում է քաղվածքը, մեծ է հավանականությունը, որ դա նորմալ ֆայլ է լինելու, այսպես ասած, եւ չի պարունակի իր մեջ վնասաբեր ծրագրեր, բայց եթե անձը պայմանական հարցում չի կատարել որևէ ընկերությունից ինչ-որ տվյալներ եւ այդ ընկերության անունից, այսպես ասած, ստանում է հաղորդագրություն, ապա այդ ֆայլը խորհուրդ կտամ չբացել։ Երկրորդը հատուկ ծրագրեր կան, կայքեր կան, որտեղ եթե անգամ ներբեռնել է այդ ֆայլը, այդ կայքերի միջոցով կարող է ստուգել արդյոք այդ ֆայլում վնասաբեր ծրագրեր պարունակվում են, թե ոչ։ Գլխավոր պայմանը վիրուս տոտալ օրինակի համար։ Գլխավոր պայմաններից մեկը այն է, որ ցանկացած հաղորդագրության դեպքում, էլեկտրոնային հաղորդագրությունների մասին է խոսքը, անհրաժեշտ է ստուգել, թե ով է ուղարկել հաղորդագրությունը։ Ընդ որում պետք է ստուգել ոչ միայն անունը, ազգանունը գրված, երբ մենք գրանցվելուց այդպիսի նշումներ կատարում ենք, այլ նաև էլեկտրոնային փոստը, ուշադրություն դարձնել, թե արդյոք տվյալ էլեկտրոնային փոստը ուղարկվել է նշված ընկերության կողմից թե ոչ։ Իսկ որքանով է կարևոր երբուլային անվտանգությունը, որովհետև հաճախ քաղաքացիներին խորհուրդ է տրվում, որ ամեն դեպքում միացնեն այն, բայց որքանով օրինակ սովորական օգտատիրոջ համար սա կարևոր։ Նախ երբուլանի
անվտանգություն ասելով մենք հասկանում ենք հավելյալ անվտանգության մեթոդներ, որոնք որ մեր քաղաքացիները իրենց հաշիվների օգտագործման ժամանակ կարող են ակտիվացնել։ Պայմանական օրինակ բերեմ, երբ որ մենք օգտվում ենք Facebook սոցիալական կայքից։ Facebook սոցիալական կայքին մուտք գործելու համար օգտագործում ենք մուտքանուն եւ գաղտնաբար։ Հենց երկփուլանի անվտանգության համակարգը մեզ հնարավորություն է տալիս բացի գաղտնաբառը մուտքագրելուց, նաեւ մուտքագրենք հավելյալ, օրինակ SMS հաղորդագրության միջոցով ստացված կոդը կամ որևէ ծրագրում արկա կոդը, որից հետո նոր Facebook-ը մեզ հնարավորություն է տալիս հասանելիություն ստանանք մեր անհատական էջին։ Հիմա պատկերացնենք իրավիճակ, երբ հանցագործները որևէ եղանակով կարողացել են որսալ մեր գաղտնաբառը Facebook սոցիալական կայքում եւ փորձ են կատարում մուտք գործել Facebook սոցիալական կայք։ Մուտքագրելուց հետո վերջիններս հնարավորություն չեն ունենա հասանելիություն ստանալ, քանի որ նրանցից կպահանջվի պայմանական SMS հաղորդագրության միջոցով ստացված կոդը, ընդ որում այդ կոդերը մեկ անգամյա օգտագործվում են եւ չեն կրկնվում, այսինքն այստեղ մենք այդ անվտանգության համակարգը ակտիվացնելուց հետո հնարավորություն ունեցանք նաև մեր անվտանգությունը, անվտանգության մակարդակը ավելի բարձրացնել։ Ընդ որում ես խոսեցի Facebook-ի մասին, բայց գրեթե բոլոր լայն տարածում ունեցող հարթակները նման հնարավորություն ընձեռում են, այդ թվում է սոցիալական կայքերը, հեռահաղորդակցության համակարգերը, նույն Telegram-յան հարթակը։ Մենք շատ ենք խոսում, որ շատանում են դեպքերը, երբ անձինք զրկվում են, օրինակ Telegram-յան իրենց Telegram-յան հարթակներից, այստեղ եթե այն քաղաքացիները չեն դժում, ովքեր այս համակարգը միացած են լինում, այսինքն երկփուլանի անվտանգություն ասելով հասկանում ենք ոչ միայն SMS հաղորդագրության միջոցով ստացված կոդ, այդ թվում նաև էլեկտրոնային փոստին ուղարկված լրացուցիչ գաղտնաբառը, բոլոր դեպքերում երկփուլանի անվտանգության համակարգը դժվարեցնում է հանցագործների կյանքը եւ բարձրացնում է մեր անվտանգության մակարդակը, այսպես ասած։ Անդրադառնանք նաեւ մեր երկրում բացահայտված զանգերի կենտրոններին, երբ անից այս խարդախությամբ զբաղվող կազմակերպությունները հայտնվեցին ձեր ուշադրության կենտրոնում։ Հայաստանի Հանրապետությունում առաջի զանգերի կենտրոնը մեր ստորաբաժանման կողմից բացահայտվել է դեռևս 3 տարի առաջ, այսինքն մենք միշտ ուսումնասիրություն ենք կատարում, համապատասխան վերլուծություններ ենք կատարում, թե որ հանցատեսակները կարող են օրինակ Հայաստանի Հանրապետությունում տարածում գտնել, ընդ որում տարածում գտնել ոչ միայն քաղաքացիներին թիրախավորելու առումով, այլ նաև մեր քաղաքացիների կողմից նմանատիպ հանցագործություններ կատարվում են։ Բնականաբար ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո մենք լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրեցինք եւ հնարավորություն ունեցանք բացահայտելու ամբողջապես այդ հանցավոր զանգերի կենտրոնները, այսինքն բարձել թե ինչ հարթակների միջոցով են վերջիններս թիրախավորում քաղաքացիներին, ինչ քանակի մասին է խոսքը տուժողների, ինչպիսի ֆինանսական եկամուտներ են վերջիններս ունեցել, ինչ մեխանիզմներով, ինչ գործիքակազմով են վերջիններս իրենց ստացած հանցավոր ֆինանսական միջոցները օրինականացրել, այսպես ասած, եւ նմանատիպ աշխատանքները կրում են շարունակական բնույթ, ցավոք սրտի յուրաքանչյուր բացահայտումից հետո մենք հույս ենք ունենում, որ դա կլինի ազդակ նաև այն զանգերի կենտրոնների համար, որոնք որ դեռևս մեր ուշադրության կենտրոնում չեն հայտնվել կամ հայտնվել են եւ շարունակում են գործել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ առ այսօր կա նմանատիպ զանգերի կենտրոններ, որոնք հանցավոր գործունեություն են իրականացնում եւ վստահեցնում են, որ բոլոր այդ զանգերի կենտրոնի ետևից մենք գնալու ենք եւ վերջիններս օրենքով սահմանված կարգով կրելու են իրենց պատասխանատվություն։ 2025-ին նման 4 կազմակերպություն է բացահայտվել ու բազմիցս նշել եք, որ նրանք գործում են օտարերկրյա, այսինքն նրանց թիրախում օտարերկրացիներն են։ Բայց կա այսպիսի մի տեսակետ, որ եթե նրանց զոհերը, այսպես ասած, օտարազգիներ են, ինչի է դա պետք Հայաստանի իրավապահներին։ Երկու կարևոր օրինակ բերեմ, այսպես ասած, նախ Հայաստանի Հանրապետության առաջին կարևոր պայմանն է Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի հանցագործների համար որջ, այսինքն չպետք է լինի օտարերկրյա հանցագործների համար գրավիչ վայր, որպեսզի վերջիններս այստեղ իրենց հանցավոր գործունեությունը ծավալեն։ Եվ դրա օրինակ է այն, որ մեր կողմից բացահայտված զանգերի կենտրոնում եղել են նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ։ Երկրորդ կարևոր օրինակը այն է, երբ մենք զանգերի կենտրոնը բացահայտում ենք, ունեցել ենք դեպք, երբ այդ զանգերի կենտրոնը ղեկավարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից, ով նմանատիպ զանգերի կենտրոններ է
ունեցել օտարերկրյա այլ պետություններում եւ այդ օտարերկրյա այդ պետությունների իր զանգերի կենտրոնները թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն կասեցնելով զանգերի կենտրոնի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում մենք հնարավորություն ենք ունեցել կասեցնել նաեւ այն զանգերի կենտրոնների գործունեությունը օտարերկրյա պետություններում, որոնք որ հնարավորություն են ունեցել թիրախավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Որպես օրինակ բերեմ, Նիգերիան հանդիսանալով մեծ պետություն ժամանակի ընթացքում ակտիվ պայքար չի մղվել տարբեր խարդախությունների դեմ եւ այսօր ամբողջ աշխարհը Նիգերիային ասոցացվում է որպես խարդախությունների երկիր։ Ես չեմ կարծում մեր երկրում լինի մեկ քաղաքացի, ով կցանկանա, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ասոցացվեն խարդախների հետ, այսպես ասած, եւ իրավապահ մարմինների համար առավել եւս հանցագործը մնում է հանցագործ, լինի նա Հայաստանի Հանրապետությունում եւ թիրախավորի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, թե օտարերկրյա որևէ քաղաքացու։ Եվ վերջում, պարոն Մկրտչյան, ո՞րն է ըստ ձեզ այն ամենակարևոր քայլը կամ կանոնը, որը կօգնի քաղաքացիներին խուսափել նման կիբերհանցագործությունների զոհ դառնալուց։ Այստեղ մի քանի կանոններին պետք է հետևեն։ Նախ առաջինը ֆինանսական խարդախությունների զոհ չդառնալու հիմնական կանոններից մեկը այն է, որ քաղաքացին նախ պետք է հասկանա, որ մեկ ամսվա ընթացքում իր ներդրված գումարի գերշահույթ նա երբեք չի կարող ստանալ, եթե լիներ իրականում այդպես, ապա այն մեծահարուստները, ովքեր որ ունեն ֆինանսական մեծ հոսքեր, պայմանական բանկերում իրենց գումարները ավաններում չէին դնի, այլ այդպիսի հարթակներում ներդրումներ կկատարեին եւ գերշահույթ կունենային։ Երկրորդը ցանկացած հրապարակմանը չվստահել։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մեր Facebook սոցիալական կայքում մեր տարբեր խանութների անունից գովազդներ են տեղադրվել, որ խաղարկություններ է տեղի ունեցել եւ քաղաքացիներից պահանջել են զուտ իրենց տնօրինության տարեթիվը գրել, որպեսզի շահեն վերջիններս, իրենց գումարը տնօրինության տարեթիվը գրել են, դրանից հետո նրանց հղում են ուղարկել, իբրև թե շնորհավորում ենք, ձեր բանկային քարտի տվյալները մուտքագրեք, բանկային քարտի տվյալները մուտքագրելուց հետո դարձել են հանցագործության զոհ։ Այսինքն, եթե տեսնում են որևէ խանութ, որևէ ընկերություն իրականացնում է խաղարկություն, այսպես ասած, ապա դժվար չէ օրինակ զանգահարել տվյալ ընկերություն, պարզել արդյոք նշված ընկերությունը նշված խաղարկությունը կատարում է թե ոչ։ Նույնը վերաբերվում է նաև ֆինանսական հաստատություններին։ Բազմաթիվ մեր ֆինանսական հաստատությունների, բանկերի, էլեկտրոնային դրամապանակների անուններից տարատեսակ զեղծարարություններ են տեղի ունենում, այսինքն հանցագործների կողմից հարթակներ են ստեղծվում։ Նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար մեկ պայմանը տվյալ դեպքում տվյալ ընկերությունից փորձել անձամբ պարզել, թե արդյոք նշված գովազդը վերջիններս են տեղադրել եւ արդյոք այդպիսի գովազդը կամ խաղարկությունը կամ մեծ շահույթ, այսպես ասածը, նշված ընկերությունն է տալիս, թե ոչ։ Եվ այդ պարագայում կհասկանան, որ բոլոր գրեթե դեպքերում դա հանցագործների ձեռքի գործն է եւ հերիք է, որ 10 քաղաքացի իմանան դրա մասին, ես պայմանական բնականաբար թիվ եմ ասում 10, նրանք եւս իրենց շրջապատին ծնողը երեխաները իրենց դասընկերներին, այսինքն շղթայական տարածում կգտնի եւ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան զերծ մնալ նմանատիպ հարթակներից եւ չկրել ֆինանսական վնասներ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ։ Հաջողություն։